Այնպեսի մի բան է տեղի ունեցել խոզարկությունները եւ Բագրատ Սրբազանին կալանավորման Մյուզեյմից Ռուզան Խաչատրյան։ Այո։ Կալանավորման Բագրատ Սրբազանին իշխանությունը որոշում է կայացրել եւ Դեռ ոչ մի բանից տեղյակ չեմ այստեղ։ Ես հաղորդում եմ դες ամեն դեպքում հեղաշրջման պլանի մասին 3 հաղորդեցին եւ այսօր Բագրատ Սրբազանին կալանավորում են իշխանությունները որպես այդ գործողությունները իրականացնողի ձայնագրություններ են հրապարակել Այս ամեն ինչի մասին է խոսում, տարբեր մարդկանց են կալանավորել եւ սա համընկավ վեհափառի հոգեվորականների դեմ արշավի հետ ձեր գնահատականը Դժվարանում եմ ասել, բայց երևի ինչ որ վախեր ունեմ։ Որովհետեւ նման ինտենսիվությամբ, նման արարքների գնալու Չոր վախեր ունեմ, որ հանկարծ խոչընդոտներ չունենան իրենց շարունակության համար։ Իշխանության մնալու։ Բնականաբար։ Եկեղեցին գիտենք այս օրերին բավականին բարդ փուլ է ապրում եւ այն ինչ եկեղեցու եւ իշխանության ներկայացուցիչների հետ է տեղ ունենում, շատ մեկնաբանություններ է եղել, շատ տարբեր տեսակի վերլուծություններ է եղել։ Ամեն դեպքում իշխանությունը չի կանգնում Եկեղեցին ինչ է անելու այս դեպքում։ Չէ, հարցը նրանում է, որ իշխանությունը իրավունք չունի հարցերի մեջ խառնվելու։ Իսկ եթե որևէ մեկը ասում է ես որպես պարզ հավատացյալ, սիրով թող դառնա պարզ հավատացյալ եւ ինչ հարցեր ունի բարձրացնի։ Բայց մեկը չի կարող ասել ես պարզ հավատացյալ եմ, երբ խոսում է վարչապետի աթոռից, երբ խոսում է ազգային ժողովի ամբիոնից, այդ մեր խեղճ բարձրավատացյալները ոչ այդ աթոռին կարող են ընդհանրապես մոտենալ, ոչ էլ այդ ամբիոններին մոտենալ, եւ սա շատ հստակ է, որ պաշտոնեական դիրքի չարաշահում է անմեղ Երևանով։ Շնորհակալ եմ։